Բարի երեկո հարգելի հայրենակից, ես ուզում եմ ձեզ նորից ձեր ուշադրությունը հրավիրեմ Նայիրիզարյան 11-13 հասցեում այս ապօրինի շինարարության հետևանքով առաջացած այս հորի, այս տեսեք ժայռաբեկորների, բազալտի, երեք ամբողջ օրը ժայռաբեկոր են կոտրել այս տարածքից, տեսնում եք այս ծառը, այս ծառերը սկզբից այս ամբողջ տարածքը այգի էր, ծառերով լի, չքնաղ այգի, արաբկիրցիների կողմից հիմնադրված, հին արաբկիրցիների, ովքեր որ գաղթել էին, կազմակերպված ներգաղթի միջոցով հիմնադրել էին նոր արաբկիր Ավանը, քաղաքը, որը չէր մտնում 1925 թվականին Երևանի մեջ, հետագայում ներառվեց Երևանի մեջ և դարձավ Երևանի ամենագեղեցիկ համայնքներից, վարչական շրջաններից մեկը։ Արաբկիրցիները իրենց քաղաքի անունով էին կոչել արաբկիր նոր քաղաքը և այդպիսին էր նաև արաբկիրի հատակագիծը, որը գծագրել էր Մեծ Ընթամանյանը, հետագայում դե բոլշևիկները գիտեք, դրել էին 26 կոմիսարների անվան շրջան, իհարկե խորհրդային միության անկումից հետո 26 կոմիսարը վերացավ, այդ բոլշևիկների անունը վերացրեցին, դարձավ նորից արաբկիր համայնք, արաբկիր թաղ, արաբկիրցիներով, հին արաբկիրցիներով, իրենց տներով, ադատներով, 100 տարեկան տներով, իդեպ այստեղ էր, հենց այս մասում գտնվում էին տները 100 տարեկան, որ վերջերս քանդեցին, գազանները քանդեցին, թուրքերը, հիմա որ նայեք, կտեսնեք, որ այստեղ փաստորեն թուրքն է գործում։ Այդ թուրքերը ունեն անուն ազգանունները օղլիներով չեն, հայկական են, բայց արմատներով, այսինքն գիտեք ինչ, թուրքը դա գենետիկ պատկանելություն չէ, թուրքը դա որակ է, այսինքն թյուրքա լեզու ժողովուրդների մասին մենք գիտենք, բայց թուրք որպես այդպիսին այդ հասկացությունը, դա որակի մասին է խոսում, մարդկային ցեղի ամենաստոր որակի մասին են խոսում, ցեղասպանների, հիմա տեսեք այս ժայռերը նայում եք, տեսնում եք ինչ ժայռ է, այս ժայռերը ըստ փորձագիտական տվյալների եզրակացության բավականին շատ կարծր բազալտային շերտ է, լավագույն բազալտներից է այս տարածքում և այս բազալտային շերտը, որ միլիոնավոր տարիներում գոյացել է, հիմա այս գազանները հանում են, ինչա որ այստեղ պետք է, չգիտեմ, երևի մի 9 հարկ ներքև, 9 հարկ վերև առայժմ, հետագայում արդեն 26 հարկի նույնիսկ կախորժակ ունեն, ուզում են այդպիսի ինչ-որ շինություն կառուցեն, իդեպ ասեմ, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահը այս շինարարություն իրականացնողներին գրավոր զգուշացրել էր, որ երրորդյա ժամկետում պարտավոր է անցկացնել հանրային լսումներ, իրազեկել քաղաքացիներին, բայց պարզվեց, որ այդ Մուշեղյան կոչեցյալը, ինչ-որ ոմն Նորայր Մուշեղյան է, Աստված հոգին լուսավորի մեծն Նորայր Մուշեղյանի, ով իր բասկի իր ուժով հաղթեց թուրքին, դարձավ աշխարհի չեմպիոն, այս անուն ազգանունը պատվով մարդիկ պետք է կրեն, բայց անպատիվ ինչ-որ մեկը, որին հղել է պահանջ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, այդ պահանջը չի կատարել, այս անձն էլ բնակվում է Երևանում, ինչ-որ Նելսոն Ստեփանյան 14 շենք 14 բնակարան հասցեում, իհարկե այդ բնակարան նույնպես պետք է այցելել, որովհետև այս Ադամիում ՍՊ կոչվածը այդպես էլ չհասկացանք, թե որտեղ է սրանց գրասենյակը, պաշտոնապես գրասենյակը գրանցված է Ռուբինյանց փողոց, բնակելի շենք, ինչ-որ 19 բնակարան, 21 կոտորակ 3 շենք, պատկերացրեք, ես փախած անձիկ, փախած անուններով, փախստականներով, ինչ-որ չգիտեմ ովքեր են, և կարող էին Երևան քաղաքում այսպիսի շինարարություն իրականացնել, պարզ է, որ դրանք դրածո մարդիկ են, դրածո անձինք են,
բայց ցավալին այն է, որ հենց այդ դրածոներով էլ քանդվում է քաղաքը, ապականվում է եւ զրկում են մեզ մեր պատմական հիշողությունից։ Ցավալին դա է եւ նաեւ ապականում են ամբողջ շրջակա միջավայրը, զրկում քաղաքը կանաչ տարածքներից։ Հիմա որ դուք տեսնում եք, այս տարածքի ըստ իրենց այդ տված նախագծի, այդ ապօրինի շինթույլտվության Ավինյան Տիկոյի կողմից, որ տրամադրվել է, պետք է տարածքի 40%-ը լինի կանաչապատ, 60%-ը կառուցապատ։ Հիմա տեսեք ինչ են արել։ Այստեղ արդեն 100% գրեթե տարածքը քանդել են, այսինքն 100% կառուցապատում է, որը կոպտորեն խախտում է քաղաքաշինական նորմերը եւ այս կոպիտ խախտումների վերաբերյալ լռում են պատկան պետական մարմինները։ Մի հատ գեղեցկուհի մարդու իրավունքների պաշտպան տիկին կա, ով օրեր առաջ ազգային ժողովում ելույթ էր ունենում աղմուկի վերաբերյալ, հանրային աղմուկի, ինչ որ մեկնաբանություններ էր անում եւ պտտվում է ինչ որ մի տեսահոլովակ, որտեղ ինքը ասում է, որ ինքը լավագույն Հայաստանի Հանրապետության իրավաբանն է, որ իրենով են ճանաչում միջազգային ասպարեզներում Հայաստանի իրավաբաններին, այսինքն որ ինքը չլիներ Հայաստանի իրավաբանությունը կորած էր, բայց այս տիկինը մի հատ թող գա այս պատկերը տեսնի, երեք շաբաթ օրով, ստե ոնց էին աղմուկում, այս քարերը ոնց են կոտրատել։ Այս տեսնում եք, ժայռերը փորել են, տիկին ջան, տեսնում եք, գեղեցկուհի տիկին, աննկարագրելի գեղեցկությամբ եւ խելքով օժտված տիկին մարդու իրավունքների պաշտպան։ Բա գայր մի հատ էստեղը, այս հենց դեպքի վայր գայիր, տեսնեիր ինչ աղմուկ է եւ ինչ են անում, այն մի հատ լավ ընկերուհի ունես, էլի քո նման գեղեցկուհի, կարծում եմ քո նման էլի իրավաբան է, հայլուն իրավաբանության, չգիտեմ, դոկտոր է թե ով է, այդ իրավաբան տիկնոջն է հետդ բերեիր ընկերուհուդ, մի հատ գրանց է եկել, այստեղ ինչ է կատարվում, ով է կատարում այս ապօրինությունները, ինչի համար։ Դե պարզ է, հասկանում եմ, որ չեք գրանցի, որովհետև ինքներդ իրավաբանությունից կիլոմետրերով հեռու եք, եթե մոտ լինեիք, ապա երեկը ահազանգը ընդունելով անմիջապես էստեղ կլինեիք, էլ չեմ ասում մնացած մարդկային հատկանիշների մասին, դուք էլ ձեր ընկերուհի հետ դատախազ Աննա Վարդապետյանն էլ, մի հատ ուրիշ տիկին եկան, ներքին գործերի նախարար, այդ տիկնոջը չէր հուզում, որ այստեղ այս ապօրինի շինարարության պատճառով երեխա գցեցին մեքենայի տակ, ավտովթար եղավ եւ այստեղ տարածք ամբողջությամբ ավտովթարային տարածք է։ Հիմա տեսեք այս խայտարակը, այս նայեք գործիքը իր խայտարակ վիճակով, ինչի համար է այս գործիքը, փորում են Երևանի կենտրոնը, փորում են ընդերքը, ովքեր են փորողները, անունները պարզ են, պատկերացրեք Գայանե Վերձյան անուն ազգանունով, մի Զառամյալ տիկին, ով սեփականատերն է այս ՍՊ-ի, ով այստեղ ում թույլ են տվել այստեղ իրականացնել այս ապօրինի շինարարությունը, մի Զառամյալ մի ծերուկ կա, Ադամյան Աթաբեկ, դրանց տղան կա, որդին կա, Վահրամ Ադամյան, ինչ որ մի հատ Լիաննա Մուշեղյան կա, ով գնել է այստեղ, հիմա ես ձեզ ցույց տամ, այստեղ մի հատ ավտոտնակ կա, այս ավտոտնակը գնել է, ավտոտնակի հողի վերաբերյալ է Տիկո Ավինյանը իրենց 2024 թվականին տրամադրել է վարձակալության թույլտվություն մինչև 2029 թվականը։ Հիմա սրանք շտապում են։ Ակնհայտ է, որ այս գումարները հայկական չեն։ Ակնհայտ է, որ այս գումարներից հոտ է գալիս թուրքական լիրայի եւ ադրբեջանական մանաթի, այսինքն ակնհայտ է, որ այս գումարները թուրքական, այսինքն թշնամանական հոտ ունեն, որովհետեւ միայն թշնամին կարող էր 100 տարեկան տները քանդել եւ միայն թշնամին կարող էր այգին վերածել այսպիսի, տեսեք, հորի կամ ծառեր, այսենց ծառեր էին, այսենց թթենիներ, պոպոկ, այլ ծառեր, ծիրանի եւ այլն, չքնախ այգի էր ժամանակին այստեղ, բայց մի քանի տարիների ընթացքում դիտավորյալ վառեցին ծառերը, կտրատեցին,
հատուկ որպեսզի տարածքը դարձնեն ամայի տարածք, հետագայում վաճառեն որպես արդեն կառուցապատման տարածք եւ ճանաչեն դա որպես բնակելի կառուցապատման տարածք, նույնն էլ այս ավտոտնակը կից է այս շենքերին, տեսնում եք, այս շենքերի կից տարածքն է եւ ավտոտնակի անմիջապես հարևանությամբ այս կանաչ, որ տեսնում եք կանաչ այդ ներկած փայտերը, դա երեխաների մարզադաշտն է, այսինքն անմիջապես մարզադաշտի հարևանությամբ ավտոտնակն է եւ հետագայում այս գազանները սա արդեն յուրացնելուց հետո ապօրինաբար անցնելու են այս տարածքին, նայեք, որովհետեւ իրենց տարածքը պետք է ունենա ելք դեպի այլ փողոց, որը չունեն եւ այդ ելքը այդ իրենց ապօրինի թույլտվությամբ նախատեսել են այստեղից եւ այս տարածքը, որը ավտոտնակ է, գնել է ոմն Լիաննա Մուշեղյան, ով փախստական է, թե ոնց է փախել հակարի կամուրջով, ինչպես է այդ փախստականը այս ավտոտնակին, որ շուկայական գինը ավենաշատ է 2-3 միլիոն դրամ լինի, նա գնել է 14 միլիոն դրամով, այսինքն ակնհայտ է, որ կեղծ գործարքներ են եղել եւ ակնհայտ է, որ հանրային նշանակության տարածքը, բակային տարածքը, կանաչ տարածքը այսօր գազանաբար վերածվում է նորից միշին հրապարակի, նորից ցեմենտ բետոնյա կույտի։ Այսքանը վաղը շարունակելու ենք էլի պայքարը, իհարկե բողոքներ, հաղորդումներ, չենք դադարելու եւ իհարկե սա պետք է կոկորդին կանգնի առաջի հերթին Տիգրան Ավինյանի, այդ Տիկո Ավինյանի, ով հայր ունի, որ համբալներից շատ լավ է հասկանում, ինչ որ գնահատականներ է տալիս մարդկանց վիրավորում է, բայց այդ համբալի դասերը ինչ որ լավ չեն սերտել, այդ համբալները իրենց դասերը, որ լավ չեն սերտել, գիտեն որտեղ պետք, այսինքն հասկանալի է որտեղ կա հանգրվանեն եւ այդ հանգրվանելու ճանապարհը անցնելու ենք եւ այդ հանգրվանումը շուտով լինելու է, այնպես չէ որ հանգիստ եմ մնալու, այնպես չէ որ կարողանալու են միջև վերջ ապականել այս տարածքը, նույնն էլ այդ Վահրամ Ադամյանը եւ այդ Լիաննա Մուշեղյանը եւ այդ զառամյալ ծերունիները նույնպես պետք է կանչվեն պատասխանատվության։